Բարև, Civilnet-ի հյուրն է այսօր հունահռոմեական ոճում ըմբշամարտի աշխարհի չեմպիոն Արսեն Ջուլֆալակյանը։ Ողջույն Արսեն, շնորհակալ եմ մեր հյուրը լինելու համար, գիտեմ այս օրերին ինչքան պահանջված ու զբաղված ես, եւս մեկ անգամ շնորհավորում եմ հաղթանակիդ կապակցությամբ։ Ողջույն Տատև ջան եւ շատ շնորհակալություն հրավերքի համար, շատ հաճելի է։ Ուղիղ 2 տարի առաջ, ճիշտ այս օրը, չգիտեմ ինչպես նման զուգադիպություն եղավ, մենք նորից այգում նստած խոսում էինք քո անցած ուղու մասին, Լոնդոնի օլիմպիական խաղերի մասին, երբ ձեռքբերումներից էինք խոսում, ասացիր, որ ունես Եվրոպայի ոսկի, սակայն չունես աշխարհինը ու օլիմպիականը։ 2 տարի անց դու ունես արդեն աշխարհի չեմպիոնի այդ ոսկե մեդալը։ Ինչ փոխվեց քո կյանքում։ Ճիշտ նշեցիր, ես ուշադիր չէի եղել, երբ դու ինձ ասեցիր եթերից դուրս, իրոք այսպես հետ հայացք գտեցի եւ համապատասխանեցին օրերը, բռնեցին, հուսանք, որ նույն օրնաչափությունը կպահպանվի նաև օլիմպիական խաղերի պարագայում, 2 տարին մեկ նման մեծ կարգի ոսկի նվաճելը եւ սեփական երազանք իրականացնել այնքան էլ մեծ ժամանակահատված չի եւ կարելի է դիմանալ 2 տարի։ Ինչ փոխվեց։ Յուրաքանչյուր մարդ, երբ երազանք է ունենում, հա, բնական է ամեն ինչ անում է նորմալ պարագայում, պետք է ամեն ինչ անի, որ դա իրականացնի, ոչ թե ուղղակի նստի եւ սպասի։ Իմ դեպքում հենց այդպես էլ եղել է, դեռ վաղուց ես իմ հարցազրույցներից շատերում նշել էի, որ շատ երկար ենք սպասել այս ոսկուն, առնվազն 2010 թվականից, երբ այդքան մոտ, բայց ստացվեց։ Ինչևէ, այդ չկրկնենք եւ ուղղակի ասեմ, որ կարծես մի մեծ բեռ ուսերիցս ընկավ, որովհետև ինչ անում էի, անկախ իմ զբաղմունքից, լիներ դա ուղղակի առօրյա հանգիստ, թե սպորտ, թե ուսում, թե ընկերների հետ ինչ-որ հանդիպում, մի խոսքով ցանկացած բնակավարում դա անդադար հիշեցնել էր տալիս, որ ես դեռ ոսկին չունեմ։ Ինչի համար, որովհետև եւ մասնագետները, եւ ես ինքս ամենակարևորը տեսնում եմ, որ պատրաստ եմ ունենալու, այսինքն պակաս չեմ եղած չեմպիոններից, բայց չգիտես ինչու նրանք դարձել են, ես դեռ ոչ։ Եվ իհարկե ցավալի էր։ Ասեմ 100%-ով չէի կարողանում հանգստանալ մինչ այս ոսկին նվաճելը։ Հիմա այնպեսի մի խաղաղություն, հանգստություն կա, որ երկար ժամանակ չի ունեցել հոգու խաղաղություն, որ կարծես կարելի ասել բավարարվածություն այս պահի դրությամբ։ Հիմա այս էֆեկտը կանցնի, վստահ եմ, շատ արագ, մաքսիմում 1 ամսվա ընթացքում եւ կվերադառնանք արդեն ռեալ իրականություն ու շարունակենք պատրաստվել օլիմպիական խաղերին, բնականաբար իր բոլոր փուլերով աշխարհի առաջնություն, վարկանիշային մրցումներ եւ այլն։ Անմիջապես գոտեմարտից հետո, երբ կարճ հարցազրույց եղավ քեզ հետ, եզրափակչից հետո դու խոսեցիր հենց դրա մասին, որ անընդհատ ինչ-որ բան քեզ խանգարում էր։ Բրոնզ, արծաթ, բայց ոսկին չէր ստացվում, ինչպես քիչ առաջ նաև նշեցիր։ Այս անգամ ինչն էր, այլ ֆիզիկական պատրաստվածությունը, թե գուցե հոգեբանորեն ավելի հանգիստ էիր մոտեցել։ Ընդհանուր բոլորը միասին վերցված, որովհետև առանձնացնել, երևի առանձնացնել կառանձնացնեմ սպորտային հաջողությունը, որ այս անգամ երես չէր թեկել ինձանից։ Միշտ ես նշում էի իմ նախկին գոտեմարտերում դրա բացակայությունը, միշտ անսպասելիորեն հանգարց սխալներ էի կատարում, շատ թերի, շատ թույլ, կարծես ոչ խորը սխալներ, բայց բարձվում էր, որ հենց դրա պատճառով եմ ոսկուց զրկվում եւ ինչ որտեղ դա նաեւ կապում է հենց սպորտային հաջողության հետ, որը ասեմ շատ կարեւոր է, անչափ կարեւոր է։ Այս անգամ ամեն ինչ էր իմ կողմից եւ այդ հաջողություն կոչվածը եւ առողջական խնդիրներ չունեի, փառքաստու վնասվածքներ չկար, իսկ տեխնիկապես, ֆիզիկապես միշտ ենք լավ պատրաստված, իսկ այս անգամ էլ կարողացել էի հենց այդ օրը բռնել, այսինքն գագաթնակետին, մարզավիճակի հասել ենք այդտեղ։ Հոգեբանական եւս բավական լուրջ աշխատանք տարա ինքս ինձ հետ Եվրոպայի առաջնությունից հետո, որ կարողանամ ինքս ինձ համոզել, հասկացնել, որ առաջին հերթին սա հենց քեզ է պետք, այլ ոչ ինչ որ մարդկանց այլ, հա։ Իսկ մինչ այդ ես այլ կերպ էի մտածում։ Բնականաբար ժողովրդին մի կողմ դնենք, հա, այսինքն ոչ թե մի կողմ դնենք, այլ ժողովրդի ֆակտորը շատ մեծ է, ազգը սրանով է ուրախանում նման հաղթանակներով, բայց ես նախկինում այլ պատկերացում ունեի սպորտի վերաբերյալ, հետո հասկացա, որ առաջին հերթին ես պետք է անեմ ինքս ինձ համար, այլ ոչ ինչ որ մարդկանց։ Եվ այդ պարագայում հնարավոր եղավ շատ ավելի հանգիստ, առանց որևիցե այլ ակնկալիքների ուրիշներից, հույսը դնելով միայն քեզ վրա, կարողացա անել, հաղթել եւ
արդյունքը փաստորեն արտարացված էր։ Ես հետևում էի արձագանքներին, մասնագետների քո այս աշխարհի առաջնության ելույթների վերաբերյալ, բոլորը միաձայն ասում էին, որ շատ վստահ էր ելույթ ունենում։ Ամենադժվարը որ մրցակիցը տրվեց, այն 1-0-ն, թե գուցե հենց եզրափակիչն էր ամենապատասխանատուն լինելով հանդերձ ամենադժվարը։ Եթե դատենք միավորների քանակից, բնական է կիսա եզրափակիչը, բայց ասեմ այդպես չէր, այդ 1-0-ն ընդամենը կարելի ասել տակտիկա էր, կարող էի շատ ավելին վաստակել, բայց չուզեցի ուղղակի ռիսկի դիմեի, որովհետև բնական է կար նաև վտանգ, որ կպարտվես։ Իսկ ինչ անել, երբ 1-0-ն է հաղթանակ, 5-0-ն է նույն հաղթանակից, մեզ պետք է եզրափակիչի ուղեգիր։ Այնպես որ ճիշտ է լարված էր, նամանավանդ որ կիսա եզրափակիչ էր ոսկու ճանապարհն էր, հա, իսկ շատ ավելի բարդ էր հենց եզրափակիչը, որովհետև մի քանի անգամ արդեն այդտեղ ձախողվել էինք եւ այս անգամ եթե նույնը կրկնվեր, շատ դժվար կներ հոգեպես վերականգնվել։ Շատ կարևոր ոսկի էր, որ հասկացա, որ ուղղակի պատահականություն է եղել այն պարտությունները, այլ ոչ օրինաչափություն։ Բացի քեզնից նաև Արթուր Ալեքսանյանը դարձավ աշխարհի չեմպիոն եւ մենք հաճախ ասում ենք, որ ֆինանսական ներդրումները մեծ սպորտում փոքր են, որ ավելի շատ ներդրումներ են հարկավոր, որպեսզի լավ արդյունքներ ունենանք, բայց դուք գնացիք ու հակառակը ապացուցեցիք, որ շատ քիչ ներդրումներով կարելի է շատ մեծ հաղթանակների հասնել։ Այս պարադոքսը ոնց կմեկնաբանես։ Ես կրկին եթերներից մեկում ասեցի, ասի հիմա տպավորություն կստեղծվի, որ եթե այսքանով 2 ոսկի են բերում, եկեք ավելի քչացնենք 3 երևի կվերեն։ Հուսամ, որ նման կարգախոսով չեն առաջնորդվի եւ հակառակը շատ ավելի լուրջ ուշադրություն կդարձնեն խնդիրներին, որոնք բազմաթիվ են, բազում են, հատկապես ոչ պրոֆեսիոնալ մակարդակում, այսինքն այն սկիզբը, հիմքը, որը պետք է դրվի, այդտեղ շատ մեծ խնդիրներ կան, սկսած տարական գույքից, գորգերից, մարզագույքերից, մի խոսք գույքից, դալիչների վերանորոգումից, մի խոսքով բազմաթիվ խնդիրներ կան, հասկանում եմ նաև երկրի վիճակը եւ հնարավորությունները, այնպես որ գոնե քայլ առ քայլ, քիչ-քիչ պետք է այդ ամեն ինչը վերականգնել։ Սպորտը այնպես է, որ մեկ անգամով չի լինի, մի անգամ դրեցիր եւ մի 30-40 տարի վայելես, այդպես չի, պետք է քիչ-քիչ անընդհատ այդ ներդրումը կատարվի։ Իսկ թե որն է պարադոքսը, ես ինքս չեմ կարող ինչեւ հիմա բացահայտել, երևի թե մարզիկների կոնկրետ մարդկանց աննկարագրելի մեծ ցանկությունը, նվիրվածությունը, ֆանատիզմի հասնող նվիրվածությունը, անկախ ամեն ինչից հաղթելու ցանկությունը, այսինքն կոնկրետ իմ պարագայում ես դա արել եմ ոչ թե ինչ-որ ակնկալիքով, հա, որ ինչ-որ բան եմ դրա դիմացնալու կամ պարգևատրվելու եմ բաներ, այսինքն մատերիալը չէր իմ համար, կողմը այդ շոշափելին չէր կարևոր, իմ երազանքը այդ նվաճել այդ գոտին, դրացնել իմ հավաքածուն 3 մեդալ Եվրոպա աշխարհ օլիմպիական խաղերի ոսկին եւ այդ ճանապարհին ինչ է լինել պետք է անցնեի, դեռ ավելին ասեմ, այս 2 ոսկին շատ ավելի հետաքրքիր էր, որ վերջին հավաքները շատ ավելի էքստրեմալ պայմաններում հասկացվեցինք, մոտ 3 տարի նման վատ դալիճում չենք մարզվել, ուղղակի այնպես ստացվեց, որ ֆուտբոլի ակադեմիան, որտեղ հաճախ անցկացնում ենք մեր հավաքները, օգտվելով առիթից շնորհակալ եմ նաև ֆուտբոլի ֆեդերացիային, որ թույլ էր տալիս այդքան ժամանակ օգտվել նրանց մարզաբազայից, այնտեղ իդեալական պայմաններ էին ուղղակի եւ առանց այդ մարզաբազայի, երբ ֆուտբոլիստներն էին զբաղեցրել, մենք մնացինք կարծես թե դրսում Երևանում շատ հին մարզաբազայում, որտեղ կարելի ասել չկար ոչ մի նպաստավոր պայման, սկսած քնելու պայմաններից, որ նվազագույնն է եւ վերջացած սննդով, բայց փաստորեն դա կոպեց։ Երևի թե ժամանակն էր, փորձն է ցույց է տվել, որ երբեմն պետք է նման էքստրեմալ քայլերի գնալ, որ չփափկես, հասկանաս քո արածի գնահատականը, չափը, դժվարությունը, փառք որ լավ ստացվեց, որովհետև եթե ձախողեինք, իրոք շատ ափսոս կլիներ, որ պատճառը լիներ հենց այդ վերջի հավաքը, ամբողջ փուլը հիասքանչ անցել էինք, հիասքանչ մարզաբազաներում, տարբեր երկրներում եւ հանկարծ վերջի հավաքի ժամանակ չկա մարզվելու տեղ, ուզած թե չուզած ընտրում ենք այդ տեղը եւ արդյունքը փաստորեն դրական եղավ, շատ լավ է, ամեն դեպքում իրոք պարադոքսալ է։
Վերջին տարիներին ըմբշամարտում արդյունքները բավականին տպավորիչ են։ Անընդհատ, եթե ոչ ոսկի, ապա արծաթե մեդալներ անպայման ունենում ենք։ Ինչ է պետք անել, որպեսզի երբ նոր սերունդը գա, դա շարունակական լինի եւ արդյոք ունենք նոր սերունդ, որը ձեզ փոխարինելու կարող է գալ։ Օրինակ ծանրամարտում մենք շատ փայլուն սպորտսմեններ ունեինք, որոնք կարծես թե քիչ-քիչ արդեն դուրս են գալիս, բայց նորերը ոչ մի կերպ չեն գալիս փոխարինելու։ Ինչ է պետք անել, որ ձեր սպորտաձևում նոր մարզիկներ լինեն, որոնք կարող են ձեր արդյունքները ունենալ հետագայում։ Շատ լավ հարց տվեցի, իրոք շատ լուրջ խնդիր է սա, ոչ միայն մեր սպորտաձևում, այլ բոլոր կարծես թե բնագավառներում։ Խնդիրը կայանում է նրանում, որ անընդհատ խոսում է այդ արտագաղթի մասին, հա, որոշները ընդունում են, որոշները հերքում են, բայց եթե մտնեք մարզադահլիճ, վառ արտագաղթի արդյունքը կտեսնեք դահլիճում մարզվող երեխաների քանակից։ Ասես թե դա նրա պատճառով է, որ ըմբշամարտը անգում է ապրում, սուտ կլինի։ Ըմբշամարտը միայն ծաղկել է այս տարիներին, տարին տարի վրա ավելի շատացել է։ Չկա տարի, որ Եվրոպայի առաջնությունից ոսկի չլինի, աշխարհի առաջնությունից մեդալ չլինի։ Իսկ քանակը նվազում է։ Նախ ասեմ, որ մարզումները ըմբշամարտի անվճար են, այսինքն չես կարող բացատրել դրա նաև վարձով, հա, որ թանկ չեն կարող մարզվել, իսկ եթե մարզիկը գնում է բավական մեծ գումարներ է վճարում մարտարվեստների համար, այսինքն գումարը չի այստեղ խնդիրը, զուտ քանակի անկումն է։ Լուրջ խնդիր կա, ես անձամբ զույգերի շատ լուրջ խնդիր ունեմ, այստեղ անչափ կարևոր է լինելու պետության դիրքորոշումը, ինչի համար։ Նախ պետք է լրացուցիչ քարոզվի եւ ինչ որտեղ զարկ տրվի նորից մասսայականացմանը սպորտի, ոչ միայն ըմբշամարտի, այլ առհասարակ սպորտի, որ բացի դրանից երկրորդ խնդիրը շատ էլի կարևոր, բանակի հարցն է, երբ փոխվեց օրենքը, որ 17 տարեկանից են գնում բանակ, այլ ոչ բուհը ավարտելուց հետո, շատ մարզիկներ չեն հասցնում այդ ընթացքում միջազգային արդյունքներ գրանցել, որպեսզի ծառայեն սպորտային վաշտում։ Բացի դրանից, սպորտային վաշտը չգիտեմ ինչի համար, երևի թե ընդամենը սպորտային վաշտի համապատասխան մարտու պատճառով շատ է խստացվել եւ շատ մարզիկների ուղղակի թույլ չեն տալիս դուրս գան մարզվեն։ Օկտոբերով արդից պետք է խնդրեի նաև, որ եւ մեր պաշտպանության նախարարը, որը մեծ սպորտի սիրահար է, գիտեմ, եւ երկրի նախագահան, եւ բնական է պարոն Ծառուկյանը, Օլիմպիական կոմիտե, այսինքն բոլորը իրենց լծակները օգտագործեն, որ սպորտային վաշտում տվյալ վաշտի ղեկավարությունը հանգած կամայականություններ թույլ չտա եւ այնինչ հասնում է մարզիկին օրենքով իր առօրյա մարզումները, հավաքները, մրցումների մեկնելը թույլ տան եւ գնա անի, հասկանան, որ դա մարզիկ է, դա Եվրոպայի աշխարհի մրցանակակիր է, այլ ոչ շարքային զինվոր, որին պետք է հանես եւ այսպես ռուսերեն ուստավ կոչվածով, հա, փորձես առաջնորդվել, դա այդ տեղը չի։ Հաստատ խնդիրներ կունենա հենց տվյալ անձը վաղ թե ուշ, ճիշտ է, մարզիկներ կունենա, բնական է, ոչ մեկ չի առանց պատիժ չի մնա, բայց ցավն այն է, որ դա պետությանն է վնաս բերում, արդյունքներն են դրանից պակասում։ Սերնդափոխություն ասեմ կա թե չէ, մեր երկիրը միշտ էլ աշխի են գել նրանով, որ անկախ քանակից անհատներ միշտ եղել են յուրահատուկ, նորից պարադոքսալ բան է, միշտ էլ կապ չի ունեցել մեր պարագայում քանակը, այդքան մեծ կապ չի ունեցել, որովհետև եթե առաջնորդվում ենք դրանով, մենք միշտ էլ պետք է ծայրամասերում լինեինք ցանկացած բնակավարում։ Այստեղ իշքան էլ քչացել է, միշտ որակյալ մարզիկներ են եղել աշխի ընկնող աշխարհի մակարդակով։ Հիմա ունենք երիտասարդներում Եվրոպայի աշխարհի չեմպիոններ, որոնք հուսամ, որ ժամանակի ընթացքում ցույց կտան, որ կարողանան մեզ փոխարինել եւ կարողանան նրանց իրենց ըմբշամարտի որակները համապատասխանել մեծահասակներին, որովհետեւ երիտասարդները այլ է, մեծահասակները այլ։ Հիմա դեռ աշխատելու շատ տեղ ունեն։ Հուսամ, որ կօգտվեն այս մեր ներկայությունից, կվերցնեն լավագույնը եւ կարողանան շարունակել։ Իսկ ամենափոքրերն էլ դե բնականաբար պետք է պայմաններ լինի նշածած դահլիճները ավելի նորոգվեն, ավելի շատանան գույքը եւ այլն եւ այլն։ Այնպես որ պետք է աշխատանք տարվի։ Արդեն վերջին օլիմպիական ոսկին 16 տարի առաջ է Հայաստանը նվաճել։ Խորհրդային տարիներին ունեցել ենք շատ մարզիկներ, տաղանդավոր, նրանց թվում նաեւ հայրդ էր, որ օլիմպիական ոսկին նվաճեց, անկախ Հայաստանի համար։ Նման մեծ հաղթանակները ինչով են կարևոր, թե ժողովրդի ոգևորությունը հաշվի առնենք եւ թե առհասարակ փոքրիկ պետություն է, միայն աշխարհի առաջնությանը 2 ոսկի է տալիս։ Ինչ է դա պետության ճանաչման համար ու առհասարակ հենց երկրի համար։ Ասեմ ամենատարական օրինակը, հա, ամենա այսպես կոպիտ ասած շոշափելին։
Օլիմպիական խաղերը, եթե չեմ սխալվում, ամբողջ աշխարհում 3 միլիարդ մարդ է դիտում։ Չկա օլիմպիական խաղերից մեծ ինչ-որ տոն, նույնիսկ ֆուտբոլի առաջնությունը աշխարհի, որ այդքան ընդունված է, 1 միլիարդ է, 1 միլիարդ ու կես է, ինչի համար, որովհետև օլիմպիական խաղերին բոլոր մարզաձևերը եւ սպորտաձևերն են։ Եվ պատկերացրեք Հայաստանը, որ հավատացնում եմ աշխարհի երևի թե 70%-ը չգիտի որտեղ է եւ ինչ է, ինչ երկիր է, կամ երկիրը կա նման Արմենիա անունով թե ոչ, միայն գիտակ մարդիկ գիտեն, իսկ ցավոք սրտի այսօր գիտե ինտելեկտուալ մարդիկ գնալով նվազում են։ 3 միլիարդ ու կես մարդ միայն տեսնում է, որ գոյություն ունի Արմենիա պետություն, հա, երբ դրոշն է բարձրանում, հիմնը թեկուզ եթե մեդալ ես վերցնում։ Ու եթե գոնե մի քիչ հետաքրքրասեր լինի այդ 3 միլիարդից գոնե որ 10%-ն էլ հետաքրքրվի իմանա թե ինչ է լավ Հայաստանը, մի հատ մտնենք տեսնենք այդ ինչ երկիր էր, Աֆրիկայում է, միգուցե, չգիտեմ, Անտարկտիդայում է, չգիտեմ որտեղ է, հա, մի հատ մտնենք տեսնենք ինչ է Հայաստանը, որ կարողացավ օլիմպիական չեմպիոն տալ, մտնելու է տեսնի եւ դա լինելու է ամենայուրահատուկ, ամենալավ գովազդը քո երկրի։ 2000 տարուց ավել է անց է մեր թագավորը Տրտատ III-ը մինչև հիմա 2000 տարի, հա, մի քիչ ավելի քիչ, որ մինչև հիմա հիշում ենք նաև որպես օլիմպիական չեմպիոն, ճիշտ է, ուրիշ բաներ է շատ արել, բայց նաև օլիմպիական չեմպիոն, հա, պատկերացրեք, այդքան դարեր անց չի մոռացվում եւ ոչ մի օլիմպիական չեմպիոն երբեք չի մոռացվի եւ երբ նշելու են նաև նրա պետությունը, որտեղից էր, որ երկիրներ ներկայացնում, այնպես որ բոլոր առումներով հիասքանչ է։ Ճիշտ է, մի քիչ ծախսատար է, բայց եթե ուզում ենք հայտնի դառնալ, ուրեմն պետք է անենք։ Լավ, վերադառնանք մեր օրեր նորից, ինչ ես պատրաստվում անել, մարզումները արդեն պլանավորած են, ինչ մրցումներ կան առաջևում ու առհասարակ հանգստին ժամանակ մնալու է, թե ոչ։ Ցավոք սրտի այս տարի մի քիչ շատ ավելի սուղ ստացվեց ժամանակի առումով, Էդ էլ կարող եմ բացատրել ինչու, որովհետև հաջորդ տարի Եվրոպական օլիմպիական խաղերն անցկացվելու առաջին անգամ, որի իրավունքը ձեռք է բերել Ադրբեջանը եւ մեծ հավանականությամբ մենք չենք մասնակցի, եթե ես որ շատ մեծ է հավանականություն, որ չեմ մասնակցի, հատկապես այս վերջի հաղթանակից հետո ադրբեջանցին բիշի հետ երևի ինչ թողեն, կամ եթե թողեն, հետո հետ չթողեն։ Իսկ դա քո որոշումն է լինելու, թե պետք է ֆեդերացիան որոշի կամ մարզիչները, որ չեք ուզում։ Այդ շատ լուրջ է, միջազգային ֆեդերացիաներ, միջազգային օլիմպիական կոմիտեներ, մերը դե արդեն որոշված է։ Մեր կառավարությունը պետք է խառնվի, օլիմպիական կոմիտեն մեր ազգայինը, այսինքն ընդհանուր պետք է կարողանան գան ինչ-որ կոմպրոմիսի, որովհետև օրենքով եթե չես մասնակցի Եվրոպայի առաջնությանը, իրավունք չունես նաև աշխարհի առաջնությանը մասնակցես այդ տարվա, իսկ այդ պարագայում մենք կորցնում ենք վարկանիշերը օլիմպիական, սա ուղղակի նոնսենս է, այնպես որ անհնար է դա, պետք է մի բան մտածվի, գոնե ինչ-որ երկրորդ կամ երրորդ հավաքական պետք է տարվի, որովհետև այնտեղ վստահեցնում եմ հնարավոր չի լինի մեդալ նվաճել, ուղղակի թույլ չեն տա, ամեն ձևով կխանգարեն, շատ վառ կարող է դու դուրս գաս հաղթես, բայց քեզ թույլ չեն տա, ուղղակի պարզ մի բան կմտածեմ, որը եղել է արդեն 2007-ին, եթե եղած չներ չէի հավատա, դրանից ելնելով, քանի որ հետո բավականին լայն հատված է լինելու հանգստի եւ բացի դրանից Գերմանիայում էլ ակումբային պայմանագիր ունեի, ճիշտ է 1 ամիս անց աշխարհի առաջնությունից հետո, բայց շատ խնդրեցին, կարևոր գոտեմարտ է, հիմա ընդամենը մեկ շաբաթից մեկնելու եմ եւ կրկին գոտեմարտ ունեմ, ուզած թե չուզած առաջիկա 2 օրին արդեն կսկսեմ մարզումներս, որովհետեւ չի կարելի թուրանալ եւ անպատրաստ դուրս գալ գորգ, այնպես որ կսկսեմ Գերմանիայում, հետո բնականաբար երբ այնտեղ մի որոշ շրջան ազատ լինի, անպայման հանգստանալու եմ, միտեղ կորոշեմ թե որ երկրում, բայց ինչ որ մի նոր երկիր կարելի է բացահայտել, դա է առաջիկա ծրագրերը եւ ուսումս, բնականաբար ավարտական թեզիս վրա աշխատանքները։ Գրում եմ դեռ, այսպես ասած, սկզբնական փուլում է, այնքան էլ շատ աշխատանք չի արված, կրկին աշխարհի առաջնության պատճառով պատրաստում էինք եւ հիմա ավելի շատ շեշտ դրել էի հոդվածների վրա, հիմա հոդվածները կտպեմ, հետո արդեն ավելի խորացված թեզը իրար հետ գնում է, մի խոսքով փոխ լրացնում են միմյանց, հուսամ որ կհասցնեմ մյուս տարի ապաշտպանեմ։ Փաստորեն սպորտն ու գիտությունը ամեն դեպքում համատեղելի են։ Հետաքրքիր բան կստացվի, եթե դա աստված այդ իմ ծրագրավորածով ստացվի, 2004-ին սկսեցի համալսարանը, դե 2002-ից ավելի կոպիտ ասեմ, սկսեցի պատրաստվել համալսարան ընդունվելուն, բոլորն է գիտեն, 1-2 տարի առաջ սկսում ես պարապել, 2002-ից մտա հավաքական պատանիների
Հիմա տա Աստված, որ եթե հասցնեմ մյուս տարի կամ այն մյուս տարվա սկզբին, ավարտեմ եւ այդ տարի էլ օլիմպիական ոսկին լինի, այսպես սիմվոլիկ կստացվի եւ ուսումը եւ սպորտը իրար սկսել եւ վերջացնել, եթե ամեն ինչ այդպես գնա, ու կստացվի, որ ամբողջ ընթացքում իրար հետ համատեղ քայլել են գիտությունը եւ սպորտը, դա եւս մեկ վառ ապացույց է, որ հնարավոր է համատեղել, այն էլ այդ կարգի բարձր մակարդակով, միտեղ ասպիրանտուրա, մյուստեղ օլիմպիական խաղեր, վստահ եմ ուղղակի շատերը կերազեն եւ նաեւ ստիմուլ կհանդիսանա, որ շատերն էլ փորձեն, որովհետեւ շատ դեպքերում ինձ ասում են անհնար է, թողեցինք սպորտը կամ թողեցինք գիտությունը, նման բան չկա, ուղղակի շատ բարդ է այդքանը։ Քանի որ մի քանի օրից Հայաստանի Հանրապետության անկախության օրն ենք նշելու, ուզում եմ նաեւ մի փոքր խոսենք անկախության մասին, քանի որ մասնագիտության մասին էինք խոսում, այս անկախության տարիները Հայաստանի համար ինչպիսին էին։ Բնական է երբեք չես համեմատի 91-ը եւ 2014-ը։ Դրանք լրիվ այլ իրողություններ են։ Նախ պատերազմ, շրջապատումը շատ ավելի խորացված, քան հիմա, նաեւ օտային փակ ճանապարհներ, չկային ոչ մի հնարավորություններ։ Մի խոսքով, պետությունը կարելի է ասել գրեթե գլխատված էր, եթե ոչ իրոք գլխատված, այնպես որ փառք ու պատիվ մեր ժողովրդին, որ կարողացավ ուղղակի դիմադրել, գոյատևել եւ շատ արագ չկորցնել իր անկախությունը։ Շատ հաճախ մենք օրինակ ենք բերում Իսրայել պետությունը, որը անկախանալու հենց մյուս օրը սկսեց պատերազմել, ճիշտ է, այնտեղ պետությունները շատ ավելի մեծ քանակությամբ էին թշնամիները, քան մեր պարագայում, բայց չմոռանանք, որ ամեն դեպքում Իսրայելն էլ ֆինանսական շատ մեծ միջոցներ ուներ եւ ավելի պատրաստ էր երևի թե քան մենք։ Հրեաները մի շատ յուրահատկություն ունեն, մինչև քայլը անելը շատ երկար պատրաստում են այդ քայլին, հետո նոր են քայլը անում, հայերը երևի դրանով են տարբերվում, որ քայլն են անում, հետո են մտածում, թե հետևանքներն ինչ կարող է լինել։ Բնականաբար զարգացումը եղավ, կա, հիմա էլ կա, ասեմ թե չկա, սուտ կլինի։ Ուղղակի ըստ իս մեր կարգի պետություններում ելնելով թե աշխարհագրական, թե աշխարհաքաղաքական իրավիճակից մեր կարգի պետությունը իրավունք չունի զարգանալ բնականոնով, այսինքն քայլ առ քայլ հանգիստ, որովհետև զարգացումը անխուսափելի է։ Եթե պատերազմ չկա, զարգացումը լինելու է, այսպես թե այնպես։ Մեր կարգի երկրները պետք է կարողանան թռիչքաձև զարգանալ, այսինքն մեծ թռիչքներով, շատ ավելի արագ, քան ասենք բնական է, եթե Գերմանիայի դեպքում տնտեսական 0.5% աճ լինի, դա հիասքանչ է։ Եթե Հայաստանում լինի այդ նույն թիվը, դա ուղղակի սուկ է։ Այսինքն եթե 3% լինի Հայաստանում տնտեսական զարգացում, դա արդեն բավական չի։ Ուստի եթե մենք կարողանանք հասնել նրան, որ այդ թռիչքներով զարգացումը լինի, ինչ որ կարողանանք հիպերզարգացում ունենանք, այլ ոչ սովորական բնականon, այդ դեպքում վստահ եմ, որ ժողովուրդն էլ շատ ավելի գոյ եւ երջանիկ կլինի եւ ավելի շոշափելի կլինի այդ զարգացումը, ավելի հասկանալի եւ այս հուսահատությունը, որ տիրում է այսօր մեր հասարակության մեջ, չի լինի։ Հուսամ, որ կգա այդ ժամանակը, որովհետեւ չմոռանանք, թե ինչ ճանապարհ ենք անցել։ Դարեր շարունակ չենք ունեցել անկախություն, հիմա նման հնարավորություն ունենք։ Կարողանանք լիարժեք գնահատենք, թե ինչ է անկախությունը, իսկ դա իրոք մեծագույն պարգև է ցանկացած ժողովրդի համար։ Ոչ մի ժողովուրդ չի կարող ծաղկել եւ զարգանալ ոչ անկախ պայմաններում։ Այնպես որ եթե ունենք, ուրեմն պետք է, չգիտեմ, երկու ձեռքով, երկու ոտքով, ամեն ինչով կարողանանք մենք այդ անկախությունը պահենք, զարգացնենք, խորացնենք եւ կարողանանք հավասարվենք, համանուշ լինենք այն զարգացած պետություններին, որոնց փորձում ենք նմանվել եւ որոնց մասին շատ հաճախ խոսում ենք եւ համեմատվում ենք։ Եկեք ուղղակի չհամեմատվենք, այլ լինենք այդպիսին, իսկ նրանք թող մեզ համեմատեն։ Եվ օգտվելով առիթից բնականաբար պետք է շնորհավորեմ մեր ժողովրդին, թող հասկանան, որ շատ ավելի բարդ վիճակներից ենք մենք դուրս եկել, հիմա հաստատ այդպիսին չի, մի քիչ բոլորս էլ ըմբռնումով մոտենանք ստեղծված իրավիճակին, ուրախանանք նաև նման հաղթանակներով, որը սպորտն է պարգևում, մշակույթը եւ հուսանք, որ նման աշխարհի չեմպիոնի նվաճումներ կգրանցվի նաև քաղաքականության մեջ, այնպես որ երևի թե ամեն ինչ մեր ձեռքերում է, պետք է մենք էլ իրականացնենք այդ մեր երազանքը, ստեղծենք հզոր կայացած շատ լուրջ պետություն։
Իսկապես ձեր հաղթանակներից հետո պարզ դարձավ, որ այդ հաղթանակները ժողովրդին որքանով են պետք, որովհետև քաղաքում ցնծություն էր։ Նույնը օդանավակայանում նկատեցին, երբ եկել էին դիմավորելու անծանոթները, պարզապես տեսնելու չեմպիոններին շատ մեծ ոգևորություն կար, ինչի համար շնորհակալ եմ շատ։ Եվ այսքանով մեր զրույցը ավարտենք, շնորհակալ եմ հրավերը ընդունելու համար ու քանի որ զրույցը սկսեցինք զուգադիպությունից 2 տարի առաջվա, ուզում եմ նույն ձևով հաղորդումը փակեմ։ Մեզ դիտողներին հիշեցնեմ, որ մեր հյուրը Արսեն Ջուլֆալակյանն էր, հունահռոմեական ոճում ըմբշամարտի աշխարհի չեմպիոն եւ հուսանք 2016-ին Ռիոյի օլիմպիական խաղերի կրկին ոսկե մեդալակիր։